Սիրելի ֆուտբոլասերներ, Հայ աստղերի լիգայում հերթական հանդիպումն է, Ամասիա Արլի, թիմերը արդեն դաշտում են, եկեք ծանոթանանք կազմերին։ Արլի, Գլեբ Զոլոտով 2, Դմիտրի Գաֆներ 3, Ռոդիոն Պոժարսկի 5, Ալեքսանդր Մակարով 6, Պետրոս Մոսիկյան 8, Արտեմ Սմիրնով 9, Պավել Գուբլիկով 11, Հրայր Թութխալյան 12, Վլադ Գալաշով 15, Կարեն Միքայելյան 16, Վլադիմիր Գորյոնով 17, Իգոր Շիմանսկի 19 և Միխայել Կոմարիչով 48։ Ամասիա, Միքայել Զաքարյանը դարպասապան է, համար 1, Գորովանիսյան 3, Ալբերտ Հովանիսյան 4, Գրիգոր Սարգսյան 6, Խաչիկ Թադևոսյան 5, Ռազմիկ Ավետիսյան 9, Հայկաս Խաչատրյան 10, Հրաչ Թադևոսյան 8, Նարեկ Խաչատրյան 7 և Արման Ավետիսյան նա թիմի ավակն է։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկին սև մարզաշապիկներով, Ամասիայի ֆուտբոլիստներն են սպիտակով, Արլին և կա մրցավարի Սուլիչը, փոխանցումը առաջին Ամասյան է կատարում դեպի մրցակիցը։ Կաղարկում են գնդակը, Արլիի ֆուտբոլիստները, Արլին և Ամասյան երկուսն էլ փորձելու են իհարկե այսօր պայքարել 3 միավորի համար, կարող են երկու թիմերն էլ պայքար մղում են, բայց առաջատարության համար դեռ պայքար մղել հնարավոր չէ B դիվիզիոնում, այնտեղ 100%-անոց արդյունքով թիմեր կան և Արլին էլ ու Ամասյան էլ միավորներ կորցրել են այս մրցաշրջանում։ Այստեղ Մակարովն է փորձում պայքար մղել, խլեցին Արլիի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի սեփական կիսադաշտ, ձախ եզրում է գնդակը և Ավետիսյանը փորձեց տանել, չկարողացավ, շարունակվում է ձախ եզրով Արլիի գրոհը և շատ լավ պաշտպանվեց այստեղ Ամասիայի ֆուտբոլիստը, չնայած նրան, որ վնասված ստացավ, բայց նույնիսկ այդ գնով թույլ չտվեց Արլիին գրոհ կազմակերպել։ Կանգնում է Ամասիայի ֆուտբոլիստը, պատրաստ է շարունակել հանդիպումը։ Եզրից նետում, ձախ եզրից փոխանցում և այստեղ Ամասիայից Հովանիսյանը հեռացնում է գնդակը։ Շարունակում են Ամասիայի ֆուտբոլիստները պաշտպանվել այս րոպեներին, իսկ Արլին ճնշում է մրցակցին, բայց վտանգավոր չի ստացվել ոչինչ ձեռնարկել, հակագրոհ է սա իհարկե Ամասիայի կողմից, վտանգավոր է, կարված է և գնդակը չի հայտնվում դարպասում, այ քեզ հնարավորություն իհարկե, այստեղ Հայկաս Խաչատրյանը շատ լավ շանս ուներ։ Մակարովն է նետում եզրից դեպի կենտրոն պաշտպանության, այստեղ Կոմարիչևն է փոխանցում ձախ եզր և կորցնում են նաև արծիվները, այստեղ դեպի աջ եզր է գալիս գնդակը Ավետիսյան։ Ավետիսյան թիմի ավակը շատ լավ էր մտածել, բայց տարածություն չուներ այս հնարքը կատարելու համար և այն հաջող բնականաբար չստացվեց, կրունկով դեպի ձախ եզր վտանգավոր է, փոխանցում արդեն դեպի Տուգանային հրապարակ և այստեղ Գերազանց ցատկով հեռացրեց գնդակը Զաքարյանը, Արլիի գրոհը շարունակվում է, դեպի աջ եզր հասնում է, ոչ գնդակ այստեղ չի հասնում Վլադիմիր Գորյոնովին, լավ դիրքում էր Գորյոնովը, բայց նրան այս դրվագում գնդակը չհասավ։ Մակարով
Եվ տարավ գնդակը նրանից Խաչատրյանը ձախ եզրում միայնակ բարդ է իհարկե երկու ֆուտբոլիստ դիմավորեցին։ Խաչատրյանին Ամասյան փորձում է հակագրոել։ Խաչատրյան ստանում է գնդակը դեպի Ավետիսյանը փոխանցում, բայց կոշտ դիմավորեց մրցակցին այստեղ Միքայելյանը ձախ եզրում է Արլիայի ֆուտբոլիստը եւ Ավետիսյանը այստեղ խախտեց կանոնները, այո, համաձայն չէ մրցավարի հետ, բայց խախտել էր իսկապես կանոնները, ճիշտ է, հետո խաղանկերը կոնկրետ չհամաձայնվեց, փորձում էր եզրից նետել, բայց ամեն դեպքում պետք էր տալ գնդակը Արլիին եւ սա խախտում է։ Իհարկե ու վնասվածք է ստանում Գրիգոր Սարգսյանը։ Հարվածեց Միքայելյանը, ոտքը շատ բարձրացրեց եւ գնդակի փոխարեն հարվածեց Սարգսյանի ոտքին։ Շատ լավ է խաղը մեկնարկել, թիմերը երկուսն էլ լավ տեսք ունեն, այնպիսի տպավորություն չկա, որ մեկ շաբաթից ավել է ինչ հանդիպում չեն անցկացրել։ Անցած շաբաթ կարծում եմ բոլորդ գիտեք, ովքեր չգիտեն, AS լիգայում դադար էր, որովհետև 5 շաբթի օրվանից սկսած եղանակը թույլ չտվեց ընդհանրապես մտածել ֆուտբոլի մասին, անհավանական նույնիսկ դարձավ եւ թիմերը ստիպված էին ընդմիջման գնալ կարճ ժամանակով։ Խլում են Արլիի ֆուտբոլիստները շատ արագ, բայց Խաչատրյանը այստեղ է եւ կար խախտում այստեղ։ Հեռու է տարածությունը, մրցավարը չափում է։ Այն հեռավորությունը, որտեղ պետք է կանգնեն Արլիի պաշտպանները եւ հեռու տարածությունից կփորձեն Ամասիայի խաղացողները անակնկալի բերել մրցակցին։ Հերվից, սա արված է անդրադարձ Ավետիսյան, ով կպատկերացներ, որ այստեղ Ավետիսյանը իր կամքից անկախ իր թիմին կզրկի գոլից, շատ հաջող անդրադարձ էր սա, բայց Ավետիսյանից վերջին անդրադարձն արդեն փրկեց Արլիին, այնինչ կարող էր պատժել արծիվների թիմին։ Խաչատրյան խանգարում են այստեղ Ամասիայի ֆուտբոլիստները միմյանց, բայց Խաչատրյանը շատ արագ կողմնորոշվեց։ Շատ են խլում եւ կորցնում գնդակը ֆուտբոլիստները, դա իհարկե հանդիպման տեմպի հետ է նաեւ կապված։ Նարեկ Խաչատրյան ձախ եզրում է։ Խաչատրյանը խաղարկեց գնդակը։ 9 համարի հետ Ռազմիկ Ավետիսյանը թիմի ավակին փոխանցեց։ Շատ անհաջող անդրադարձ էր այստեղ արծիվների դարպասապայից ու Խաչատրյանը կարող էր գրավել դարպասը։ Խաչատրյան ձախ եզրում է։ Դեպի Արման Ավետիսյանը աջ եզրում թիմի ավակն է։ Տեսնենք ինչ կանի։ Ավետիսյանը փորձում է շրջանցել։ Կորցրեց նաև գնդակը Ռազմիկ Ավետիսյանը դեպի ձախ եզր փոխանցում։ Միքայելյանը Արլիից փորձում է հասնել գնդակին, բայց միայն փորձեց, արդյունք չեղավ այստեղ։ Շատ լավ է խաղը մեկնարկել, երկու թիմերն էլ հավասար պայմաններում են խաղն անցկացնում, որևէ մեկին առանձնացնել չի կարելի, բայց պետք է նշել, որ այս խաղի լավագույն պահը ունեցել է Ամասյան։ Հայկազ Մկրտչյանն է ստեղծել այն 10 համարը Ամասիայի։ Այո, այն ակտիվությունը, արագ ֆուտբոլը, որն առաջարկում էր Արլին, զսպվեց, կարելի ասել մրցակցի կողմից։ Սա հաջող փոխանցում չէր, գնդակը ձախ է գալիս, սա Արլի գրոն է, կարվածը եւ հեռացնում են Ամասիայի ֆուտբոլիստները, շատ սուր պահ էր, ուժեղ հարված առաջ ու այստեղ դարպասապահը կվերցնի գնդակ, առանց խնդիրների։ Կոմարիչև փոխանցում Մակարովի ուղղությամբ աջ եզր եւ տարան գնդակը Մակարովից, Խաչատրյանն է ձախ եզրում։ Խաչատրյան շատ լավ հնարք էր եւ սա նման էր խախտման, մրցավարն ամեն դեպքում չսուլեց ձեռքով, բայց հնարամիտ փակեց Խաչատրյանին մրցակիցը։
Ավետիսյանը կնետի եզրից։ Ամասյան զսպեց մրցակցին եւ հիմա ինքն է ավելի շատ գրողի դերում, չնայած դրան, որ պաշտպանությունից դուրս գալիս որոշակի խնդիրներ կան, պետք է ուշադիր լինել, կարող է Արլին բռնել մրցակցին, ինչպես հիմա է դա անում, ձախ եզրում է գնդակը, վտանգավոր է, շատ լավ պաս, անկումը ռիսկային էր, բայց արդյունավետ, Միքայելյան ձախ է ուղարկում գնդակը, Արծիվների գրոն է սա, բայց հեռացրեցին Ամասիայի ֆուտբոլիստները Խաչատրյանը դեպի աջ է ուղարկում դաշտի այդ հատվածը Ավետիսյանը ճիշտ է ասավ գնդակին, բայց այն ժամանակ երբ այն դաշտի սահմաններից դուրս էր։ Մակարով փոխանցում դեպի 15 համարը Վլադ Գալաշովն է այնստեղ Գալաշովի փոխանցումը սխալ է ստացվում, կրկին Գալաշով սա էլ է սխալ Խաչատրյան։ Կորցրեցին գնդակ Ամասիայի ֆուտբոլիստները, փոխանցում դեպի աջ եզր, վտանգավոր գրո է և սա խախտում էր։ Վլադիմիր Գորյունովի նկատմամբ։ Դարպասապան էլ շատ լավ հուշում է ֆուտբոլիստներին Սմիրնովը, իդեպ նա առաջին տուրում այլ դիրքում էր խաղաղում և անաջող փորձ այստեղ Վլադիմիր Գորյունովից։ Կսկսեն Ամասիայի ֆուտբոլիստները։ Զաքարյան ուժեղ հարված առաջ և սա նվեր է իհարկե ոչ Խաչատրյանը տարավ գնդակը և Սմիրնովը չի հասցնում և գնդակը հայտնվում է դարպասում գոլ 1-0։ Շատ լավ այստեղ ամեն ինչ արեց Հայկաս Խաչատրյանը գերազանց եզրափակեց գրոհը և Զաքարյանը դառնում է գոլային փոխանցման հեղինակ դարպասապահ բրավո այստեղ 10 համարին։ Եվ 1-0 Ամասյան խփում է Արլին ճիշտ է ունեցավ պայել, բայց Խաչատրյանը իր օգտակարությունը ցույց է տալիս դաշտում հեռվից հարված սա չստացվեց։ Տարավ այստեղ գնդակը Մակարովը և հետո սխալ փոխանցում կատարեց։ Նետում դեպի Խաչատրյանը Համար պայքար գնդակի համար և այստեղ Պոժարսկին տարավ այն Աչից դեպի ձախ եզր փոխանցում և գնդակ այստեղ չհասավ Աչից փոխանցում էր Գորյունովը բայց Միքայելյանը չհասավ գնդակին և Ամասիայի ֆուտբոլիստները իհարկե կարող են հանգստացնել խաղը Շատ բարդ գնդակներ են ուղարկում Խաչատրյանին և նա կարողանում է դրանք պահել ու տեսեք հերթական անգամ այդպես էլ վարվում է Խաչատրյանը աջ եզրում է բարձրից փոխանցում և Սմիրնովը վերցրեց գնդակը այստեղ Գորյունով շատ լավ անցավ Գորյունովը բայց Ավետիսյանը այստեղ արձագանքում է Մակարով աջ եզրում է Խաչատրյանը դիմավորել է Արլիի 6 համարին և կորցրեց գնդակ այստեղ Ալեքսանդր Մակարովը շատ երկար պահեց իր մոտ այն և բնականաբար կարող էր կորցնել Մակարով փոխանցում է պաշտպանության կենտրոն ուժեղ հարված առաջ և այստեղ Ամասիայի ֆուտբոլիստը ուսով տեսեք ինչ գնդակ կարողացավ պահել խաղի մեջ Մակարով ուժեղ փոխանցում առաջ Եվ սա էլ են հեռացնում Ամասիայի ֆուտբոլիստները Թադևոսյան դեպի Խաչատրյանը փոխանցում, բայց գնդակը չհասավ այստեղ Ամասիայի 10 համարին Սարգսյան Ավետիսյանը աջ եզրում է Ամասիայի ավակը և հեռացնում են այստեղ գնդակը
Թադևոսյանը կնետի եզրից։ Չեն շտապում Ամասիայի ֆուտբոլիստները, արդեն պարզ է իհարկե աջ եզրում է գնդակը և հարված կլինի դարպասից Արլի Սմիրնովը գնդակը մտցնելու խաղի մեջ։ Սմիրնով ուժեղ փոխանցում առաջ։ Մակարովը այստեղ էլ է աշխատում նույնիսկ Խուտխալյան և հարվածեց մրցակցին։ Հովանեսյանը թողնում է գնդակը խաղանկերոջը խորքից բարձրից փոխանցում և այստեղ Արլի դարպասապահ վերցնում է գնդակը։ Այսօր բացակայում է Կարլինը, նրա անունը չտեսա հայտացուցակում։ Սխալվեցին այստեղ Խաչատրյան պատասխան փոխանցումը կարողացավ կատարել և Ամասիայի ֆուտբոլիստները շարունակելու են իրենց գրոհը ձախ եզրով Հովանեսյանը թողեց գնդակը։ Գոռ Հովանեսյանին վերջինս հարվածեց, դիպուկ էր հարվածը, բայց ոչ վտանգավոր։ Միքայելյան անցավ մրցակցին, փոխանցում դեպի ձախ եզր և այստեղ գերազանց պաշտպանվեց Ամասիայի ֆուտբոլիստը, փայլուն պաշտպանություն։ Ձախ եզրում է գնդակը, Խաչատրյանը կրկին կարճում է, 3 ֆուտբոլիստ է նրան շրջափակել և նորմալ է այստեղ, որ Խաչատրյանը կորցրեց գնդակը։ Վլադիմիր Գորյունով փոխանցում դեպի կենտրոն, հեռացնում են Ամասիայի ֆուտբոլիստները։ Շատ լավ են պաշտպանվում իսկապես Ամասիայի ֆուտբոլիստները և այնտեղ վնասված ստացած ֆուտբոլիստ կա պետք է իհարկե սպասել։ Հուսանք, որ լուրջ չէ Ամասիայի ֆուտբոլիստի վնասվածքը, անցած խաղում մենք վնասվածքների պակաս չունեցանք, որը շատ վատ է իհարկե։ Առողջությունը առաջնահերթ է, ամենակարևորն է դաշտում, որպեսզի ֆուտբոլիստները չվնասվեն իհարկե։ Եվ պաշտպանությունից միանգամից փոխանցում դեպի Ավետիսյանը գնդակը Խաչատրյանին բաժին կհասնի այստեղ աջ եզրում, ոչ Խաչատրյանը նույնիսկ չհասցրեց դա արդեն։ Խոսում է այն մասին, որ փոխանցումը լավը չէր։ Ավետիսյանը նետում է եզրից Ռազմիկ Ավետիսյանի ուղղությամբ Ամասիայի ավակը խաղաց։ Երկու Ավետիսյան կա Ամասիայի կազմում, թիմի ավակ Արման Ավետիսյանը նա աջ եզրում է խաղում և 9 համարով Ռազմիկ Ավետիսյանն։ Խլեցին Արլի ֆուտբոլիստները, ոչ սուլում է մրցավարը, սա խախտում էր Եվ տեսնենք շատ լավ շանս Ամասիայի համար աջ եզրից կիրացնեն ստանդարտ Ամասիայի ֆուտբոլիստները։ Ինչպես էին այն իրացնելու, աջ եզրից կա մրցավարի սուլիչը։ Բարձրից փոխանցում դեպի Տուգանային, հրապարակ, գլխով արված այստեղ։ Գոռ Հովանեսյանի կողմից, բայց դարպասապահ Սմիրնովը վերցնում է գնդակը և այն ուղարկում աջ եզր, Խուտխալյանն այստեղ է։ Այդ փոխանցում դարպասապահ Սմիրնովը, Խաչատրյանը փորձում էր, բայց այստեղ չհասավ գնդակին, դեպի դաշտի կենտրոն, Վլադ Գալաշով
Միքայելյան այնտեղ է, ստացվեց մտնել Տուգանային հրապարակ և արվածը շեղեր շատ լավ շանս Արլիի կողմից։ Սկզբում լավ գործեց Վլադ Գալաշովը, հետո արդեն Միքայելյանը, բայց վերջինից հարվածը շեղ ստացվեց։ Վաղուց Արլին չէր սպառնացել Ամասիայի դարպասին, հարված չենք տեսել, այս անգամ ստացվեց, բայց այն գոլով կամ առավել ևս դիպուկ հարվածով չավարտվեց։ Ավետիսյան այստեղ կարող էր տանել գնդակը Թութխալյան և չասավ այստեղ Արլիի ֆուտբոլիստը։ Եզրից նետեցին Ամասիայի ֆուտբոլիստները, չստացվեց Գորյունով ձախ է փոխում գրոյի ուղղությունը։ Միքայելյան շրջանցեց մրցակցին, սա խախտում է, իհարկե ակնհայտ։ Զաքարյան ուժեղ հարված առաջ, Արլիի խաղացողներ այստեղ երկրորդ հարկում լավ աշխատեցին, Ավետիսյան փոխանցում Աչեզեր և եզրից կնետեն Ամասիայի ֆուտբոլիստները, պետք է ճիշտ նետել եզրից և մրցավարը այդ իրավունքը անձնում է իմ Արլիին։ Դեպի ձախ եզր է գալիս գնդակը և Ավետիսյանը այստեղ իրականում շատ լավ պաշտպանվեց առանց խնդիրների։ Արլին փորձում է իհարկե միջև ընդմիջում հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Դեռ միակ գոլը խփել է Հայկաս Խաչատրյանը Ամասիայի 10 համարը։ Փոփոխություններ նաև տեղի կունենան Ամասիայի կազմում, Արլին նույնպես կատարեց փոփոխություններ։ Երկու թիմերն էլ ունեն հայտարարությունում պահեստայինների նստարանին տարբերակներ և դա շատ կարևոր է իհարկե։ Եզրից նետում և սա խախտում է իհարկե թիկունքից, ոտքը բարձրացրեց Արլիի խաղացողը և մրցավարը միանգամից սուլում է։ Զաքարյան Իդեպ ֆուտբոլում այսօր արդեն նոր կանոն ընդունվեց, դարպասապահ, խոսքը այս իրավիճակի մասին չէր, դարպասապահը գնդակը իր ձեռքերում կարող է պահել առավելագույնը 8 վայրկյան, դրանից ավելի դեպքում մրցավարը անկյունային է նշանակում։ Ավետիսյան, դեպի Խաչատրյան անցավ, փոխանցումը, տեսնենք Խաչատրյան բարդ է նրա համար, միայնակ է։ Այդ փոխանցում դեպի Սարգսյանը, կենտրոն խաղաց Սարգսյանը, կորցնում են այստեղ գնդակը Ամասիայի ֆուտբոլիստները, բայց շատ արագ վերադարձրին Ավետիսյան, մի փոքր անհաջող էր փոխանցումը, բայց Ամասիայի խաղացողները այն պահում են։ Ավետիսյան և Արլին դեռ կարող է մեկ գրոյի մասին մտածել։ Ժամանակ շատ քիչ, բայց կա։ Եվ հարված կլինի Ամասիայի դարպասից, շատ գրագետ այստեղ պաշտպանվեցին Ամասիայի ֆուտբոլիստները։
Զաքարյան ուժեղ հարված դեպի ձախ եզր, Խաչատրյան այստեղ է, Խաչատրյան շրջանցեց մեկ մրցակցի, տեղաշարժում է կենտրոն, հեռվից հարված և հարվածը չստացվեց, բայց չգիտես ինչու Սմիրնովն այստեղ հպվել էր գնդակին և մրցավարը նշանակում է անկյունային։ Աչ եզրից Ռազմիկ Ավետիսյանը կիրացնի անկյունայինը։ Բարձրից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ ոչ ոք չարձագանքեց, Խաչատրյանը ձախ եզրում է և կորցնում է Խաչատրյանը, բայց լավ է, որ այստեղ եկավ փոխօգնության Ալբերտ Հովհաննիսյանը։ Վտանգավոր է այստեղ փոխանցում դեպի դարպասապահ Զաքարյան, բայց այստեղ սուլել է մրցավարը, շատ թույլ սուլեց իրականում մրցավարը, դրա համար չլսվեց, բայց ամեն դեպքում սա լավ հնարավորություն է Արլիի համար։ Նրանք սիրում են ստանդարտներից գոլեր խփել, իդեպ Արլին անցած տուրում են ստանդարտից է գոլ խփել սեկտորի հետ խաղում, այնպես որ կարող են մտածել դրա մասին։ Ես հիշեցի, Կարլինը բացակայում է կարմիր քարտի պատճառով, այս գրոյից հետո այդ միտքը կասեմ, անցած տուրում նա կարմիր էր ստացել և ավարտված է առաջին խաղակեսը։ Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակում ենք հետևել Ամասիա Արլի հանդիպմանը։ Առաջին խաղակեսից հետո հաղթում է Ամասիան 1-0 հաշվով Խաչատրյանի գոլի շնորհիվ։ Շատ լավ պաշտպանվեց այստեղ Ամասիայի ֆուտբոլիստը։ Խաչատրյան չստացվեց այստեղ և հետո արդեն հաջող չստացվեց Գալաշովի փոխանցումը։ Ավետիսյան կորցրեց գնդակը Ամասիայի ավակը, բայց եզրից նետելու են Արլիի ֆուտբոլիստները ամեն դեպքում։ Փոխանցում ձախ եզր և այստեղ էլ կորցնում են Ամասիայի ֆուտբոլիստները։ Խաչատրյանը ձախ եզրում է, Խաչատրյան միայնակ է փորձում, բայց այսօր այդքան էլ հաջող չեն ստացվում Խաչատրյանի անցումները։ Դեպի ձախ եզր և այստեղ շատ լավ կասեցրեց գնդակը Վլադիմիր Գորյունովը կենտրոնով, վտանգավոր է, հարվածը փակում են այստեղ Ավետիսյան, Գորյունով կրկին և այստեղ տեսնենք ինչ է նշանակել մրցավարը, սուլեց դա հասկանալի է Ավետիսյանի վնասվածքը հասկանալու համար, բայց կար խախտում այստեղ։ Եվ Ավետիսյանի հետ պայքարում կար խաղի կանոնների խախտում, Գորյունովը ինքն էլ ընդունեց այդ փաստը և ձեռքսեղմ ունեցավ Ավետիսյանի հետ։
Այո, Ավետիսյանը շատ կարևոր օղակ է թիմում, բացի լավ ֆուտբոլը նա նաև թիմի ավակն է, Սմիրնով այստեղ ռիսկային էր դարպասից դուրս գալը, բայց ամեն ինչ լավ է ավարտվում Արլիի համար, փոխանցում Ձախ Եզեր այստեղ է, Գորյոնովը բարձրից փոխանցում, վտանգավոր է և վրիպում է այստեղ Արլիի ֆուտբոլիստ, այ քեզ վրիպում, սա տուրի վրիպումներ կարծում եմ, Իգոր Շիմանսկին Գերազանց փոխանցում ստացավ, ամեն ինչ լավ արեց, բայց պետք էր այստեղից միանշանակ գրավել դարպասը, Արլիի ամենալավ հնարավորությունն էր այս խաղի, բայց նրանք դա վատնեցին, բայց ֆուտբոլ է, ամեն ինչ հնարավոր է, պետք է նայել առաջ, դեռ շատ ժամանակ կա, և այս խաղում ոչինչ դեռ պարզ չէ իհարկե։ Աչեզրում է գնդակը, շատ լավ գործեց Արլիի ֆուտբոլիստը, բայց Ամասիայի պաշտպան այստեղ փայլում է, ևս մեկ փորձ ու կրկին շեղ է ստացվում Շիմանսկիի արվածը։ Երկու փորձ վերջին 1 րոպեի ընթացքում, 1.5 րոպեի ընթացքում և Շիմանսկին երկու դրվագներում էլ շեղ հարվածեց, մեկը ոտքով, մյուսը գլխով, բայց առաջին պահը շատ լավն էր իհարկե 100%-անոց գոլային, այս դա հաջող չավարտեց։ Զաքարյան ուժեղ հարված առաջ և գնդակը կլինի Արլինը։ Ոչ, մրցավորը փաստորեն անկյունային է նշանակել, Արլինը չի լինելու գնդակը Ձախ Եզրից։ Խաչատրյանը այն խաղի մեջ կմտցնի։ Այո, ցածրահասակ է Խաչատրյանը անկյունայինների ժամանակ։ Նա իրացնողի դերում է, բարձրից փոխանցում, Սմիրնովը աշխատեց, ևս մեկ փորձ, Խաչատրյան, արվածը չէր, սա ավելի շատ փոխանցման նման էր և Հովանիսյանը ամեն դեպքում չկարողացավ ավելացնել, Արլին արդեն շտապում է, Սմիրնով ուժեղ հարված առաջ, սա Ամասիայի գնդակն է, ազատ կանգնած Հովանիսյանը ընդունեց այս փորձը, գրեթե սխալվում էր Հովանիսյանը, բայց խաղանկեր Սարգսյանը կարողացավ մի փոքր շտկել իրավիճակը այստեղ։ Եզրային նետում։ Ձախ Եզրով գնում է առաջ։ Խաչատրյանը, տեսնենք, դեպի կենտրոն, Ռազմիկ Ավետիսյանն է այստեղ։ Չհասավ գնդակին, Արլին փորձում է, Շիմանսկին Ձախ Եզրում է, Շիմանսկի կենտրոնով փոխանցում, բայց գերազանց գործեց Ռազմիկ Ավետիսյանը։ Եվ այստեղ էլ արդեն Խաչատրյանը չի հասնում, եզրից կնետեն Արլիի խաղացողները, բայց միջև այդ փոփոխություն։ Դաշտից հեռացավ Պոժարսկին։ Ոչ, Կոմարիչևը, ներողություն, 48 համարով։ Կարլինի մասին առաջին խաղակեսի վերջում խոսեցի, հիմա ավելի, այսպես հստակ, անցած տուրում սեկտորի հետ խաղում Կարլինը երկրորդ դեղինը ստանալով հեռացվել էր, դրա համար այսօր չկա, դա է միակ պատճառը։ Այ թե ինչ է անում, մեկ շաբաթից ավել բացակայել է, Խաչատրյան, և այստեղ Սմիրնովը վերցնում է գնդակը գերազանց սեյվ դարպասապահից, դուբլ կարող էր ձևակերպել Խաչատրյանը, բայց նպաստավոր դիրքից վրիպեց։ Շիմանսկին է այստեղ, վտանգավոր է արվածի ճանապարհը փակեցին, Գորյոնով Ձախ Եզրից օրված և գերազանց սեյվ Զաքարյանից այստեղ մատների ծայրով է հեռացնում գնդակը։ Աչեզրից փոխանցում Ավետիսյանը հեռացնում է գնդակը, ևս մեկ անկյունային կլինի։ Տեսնենք ինչպես են իրացնելու ստանդարտ Արլիի ֆուտբոլիստները։
Բարձրից փոխանցում եւ այստեղ շատ վստահ հեռացրեց Հովանեսյանը գնդակը, հետո արդեն ավելի հեռու ուղարկեցին Խաչատրյան, տեսնենք, բայց ոչ, այստեղ շատ լավ է պաշտպանվում։ Դմիտրի Գաֆները միայն եզրից կնետեն Ամասիայի ֆուտբոլիստները։ Կրկին փոփոխություն, շատ արագ են փոփոխություններ կատարում Արլիի ֆուտբոլիստները։ Կարելի է ասել ամեն երկրորդ դադարը մեկ փոփոխություն է լինում արծիվների կազմում։ Խաղարկեցին միանգամից Արլիի ֆուտբոլիստները, Շիմանսկի կենտրոնով խաղարկում է գնդակը Գորյունովի հետ, բայց Ավետիսյանը այստեղ թիմի ավակը շատ գրագետ է ամեն ինչ անում։ Գորյունովը կիրացնի ստանդարտը։ Գորյունով բարձրից փոխանցում եւ այստեղ հաջող չէր նարադարձը։ Փոխանցում դեպի Աչիեզեր Ավետիսյան, հպումը հաջող չէր այստեղ Ավետիսյանի գնդակին։ Եվս մեկ եզրային նետում կլինի, սա ձեռնտու է իհարկե Ամասիային։ Վտանգավոր է Խաչատրյանն ու նրան թույլ չտվեցին այստեղ ոչինչ անել, Ավետիսյան երվից արված եւ շատ վտանգավոր էր լինելու, եթե գնդակը անցներ այստեղ պաշտպանից։ Հեռացնում է Սմիրնովը եւ փոփոխություն տեղի կունենա։ Ամասիայի կազմում Ավետիսյանը վնասված ստացավ, փոքր վնասվածք էր, բայց ապահովության համար ինքը խնդրեց առաջին հերթին փոփոխություն այստեղ։ Հովանեսյան ձախ եզրում է գնդակը եւ հարված Արլիի դարպասից համաձայն չեն։ Ոչ, այստեղ ամեն դեպքում Ամասյանը նետելու մրցավարը պարզապես մրցակցի դարպասի կողմ ցույց տվեց։ Ձախ եզրից տեսնենք։ Ամասիայի շանսն է սա, կարող են երկրորդը խփել։ Բարձրից փոխանցում եւ հեռացնում են Արլիի ֆուտբոլիստները երկրորդ տեմպով եւ հեռացնում են, շատ վստահ գործեցին այստեղ Արլիի ֆուտբոլիստները, Ամասյան շարունակում է գրողի դերում լինել, բայց պետք է նաեւ պաշտպանության մասին չմոռանալ։ Փոխանցում ձախ եզր Վլադիմիր Գորյունովն է այստեղ։ Գորյունով եւ փակեցին այստեղ փոխանցման ճանապարհը։ Գորյունով կրկին։ Համաձայն չէր այստեղ մրցավարի հետ։
Սարգսյանը, բայց կարծում եմ ակնհայտ էր խախտումը։ Я по свистку просил. Не, я не вам. Карен, иди, Карен. Да. Գորյունովը կիրասնի ստանդարտը։ Շատ ակտիվ է երկրորդ խաղակեսում Գորյունովը, բարձրից փոխանցում դեպի Տուգանային, բայց պաշտպանն է հեռացնում, շատ լավ գործեց այստեղ։ Հովանիսյանը, երկու Հովանիսյանները պաշտպանությունում փայլում են այսօր։ 3 և 4 համարներով։ Աչեզրով Ավետիսյանը տարավ գնդակը փոխանցում։ Շատ լավն էր Խաչատրյան որոշեց մեկ հպումով, ճիշտ է ամենալավ որոշումն այստեղ կայացրեց, բայց հարվածը այդքան էլ հաջող չէր և դիպուկ չստացվեց։ Այո, Արլին փորձում է, ամեն ինչ անում է, պատասխան գոլը խփելու համար։ Լավագույն շանս արդեն կորցրել են միջև այս ունեցած, ինչ շանս էլ որ լինի, թեկուզ ավարտեն գոլով, իհարկե Իգոր Շիմանսկիի դրվագին չի ասնի։ Դարպասապայի հետ մի քանի մետրի հեռավորություն, որտեղ էլ ուղարկեր գնդակը, միևնույն այն հայտնվելու էր դարպասում, բայց չստացվեց։ Ավետիսյան, փոխանցումը Աչիեզր, Թադևոսյանն էր այնտեղ։ Գնդակը Արլիի մոտ է, փոխանցում դեպի Գորյունովը, վտանգավոր է սա, Գորյունովը չէ ուղարկում, Տուտխալյանն այստեղ չհասավ գնդակին։ Սուլում է այստեղ մրցավարը, կար խաղի կանոնների խախտում։ Արլիի ֆուտբոլիստներ այս իրավիճակում ճիշտ չեն։ Հովանիսյան, Գորյունով ձախ եզրում է Գորյունովը, մտնում է Տուգանային հրապարակ և այստեղ կար խախտում, բայց միջև Տուգանային հրապարակ մտնելը։ Կար այստեղ խախտում և շատ լավ հնարավորություն Արլիի համար, ես արդեն նշել եմ, որ Արլին շատ լավ է ստանդարտներն իրացնում, ամենայն դեպս մեկ գոլ խփել է, բացի դրանից միշտ վտանգավոր է լինում արծիվների ստանդարտները, տեսնենք լավ շանս է սա Գորյունովը գնդակի մոտ է, այսքան ակտիվ է։ Կասուլիչը մրցավարի, Գորյունովը գնդակի մոտ է։ Գորյունով արված և բարձր ստացվեց, երկար պատրաստվեցին, բայց Գորյունովի արվածը հաջող չստացվեց։ Այս ընթացքում փոփոխություններ են տեղի ունենում, սպասենք Ամասյանի իհարկե ձեռնտու են այս դադարները։ Տեսնենք Արլին ինչպես է պատասխանելու, Խաչատրյանը խլեց գնդակը, բայց խլում են արծիվների ֆուտբոլիստները։ Համաձայն չեն այնտեղ տեխնիկական գոտում Արլիի ներկայացուցիչները։
Եզրից նետում։ Գորյունովը հասնում է գնդակին։ Գորյունով փոխանցում Թութխալյանի ուղղությամբ Աչիեզր։ Եզրից նետում Արլին փորձում է ամեն ինչ անել երկրորդը խփելու համար։ Համար պայքար չկա, այստեղ խաղթում, պետք է շարունակել, Ավետիսյան շրջանցեց մրցակցին, բայց հետո կորցնում է ամեն դեպքում Ավետիսյանը։ Արլին պետք է շտապի, արդեն իհարկե Գորյունով, սա խաղթում էր։ Ուժեղ հարված առաջ Արլի ֆուտբոլիստից Գորյունովը ձախ եզրում փորձում է հասնել եւ հասավ գնդակին, բայց խլեցին նրանից։ Վտանգավոր է, այստեղ էլ փայլում են Համասիայի ֆուտբոլիստները, փոխանցում Թութխալյանի ուղղությամբ Աչիեզր։ Տեղաշարժում է Արլին գնդակը եւ կլինի եզրային նետում։ Այո, Համասիային սա ձեռնտու է։ Սա Համասիայի սրտով է, այս սցենարը, այս իրավիճակը։ Սարգսյանը կնետի եզրից։ Ուժեղ հարված առաջ։ Փորձում է այնտեղ Խաչատրյանը, Բարդը իհարկե պաշտպանների հետ եւ Սմիրնովը աշխատեց, այստեղ կլինի անկյունային, բայց արժանին մատուցենք նաեւ Խաչատրյանին, ինչ բարդ իրավիճակում գտավ հարվածի ճանապարհ այստեղ։ Շատ լարված հանդիպում է երկու թիմերի համար էլ իհարկե։ Ամեն ինչ հնարավոր է այս խաղում, խաղային իրավիճակներից մինչև դրանից դուրս։ Եվ սա ֆուտբոլի իհարկե գեղեցկությունն է, պատճառն է, թե ինչու են երկրպագուները սիրում ֆուտբոլը, վայելում ամեն խաղը, հատկապես նման խաղեր իհարկե առանձին հետաքրքրություն ունեն եւ ֆուտբոլիստներին էլ սա իհարկե տրամադրում է։ Արաքակագրող Արլիի կողմից հնարավոր է սա ինչ-որ բան ստացվի անել այստեղ։ Եվ սուլում է մրցավարը։ Տեսնենք։ Սարգսյանն է խոտածածկին։ Այսօր շատ վնասվածքներ են եղել։ Շատ դժվար օր է իհարկե։ Պայքարի մասին է սա հուշում։ Այս դադարը կրկին Համասիայի օգտին էր, դա պետք է հաշվի առնել։ Շատ ծանր, բայց կարողանում է հաղթել Համասիան այս պահի դրությամբ։ Երկրորդ խաղակեսում Արլին ավելի լավ տեսք ունի բնականաբար։ Պահեր էլ ունեցան, բայց դեռ առարկայական չեն այդ հնարավորությունների տեսքը, այսպես կարելի ասել։ Ուժեղ հարված առաջ այստեղ Խաչատրյանն է հարվածում։ Ուժեղ հարված առաջ Միքայելյանն է այստեղ։ Աչ եզրում է խաղարկում Արլի 16 համարը։
Ռիսկային են գործում արծիվների ֆուտբոլիստները, պետք է ավելի մաքուր աշխատել։ Եվ անկյունային վաստակեցին ամեն դեպքում, այո, շատ լավ է գործում Ամասյան։ Թե պաշտպանվելիս, թե արձակվելիս առավելագույնն անում են։ Խոսքը իհարկե այսպիսի իրավիճակների մասին է։ Բնականաբար ամենալավ գործողությունը դա գոլ խփելն է, բայց խոսքը այս մանր իրավիճակների մասին է, բարձրից փոխանցում, վտանգավոր է, հեռացնում են, կլինի արված, այո, Խաչատրյան այս խոռնաշփոթի մեջ, գտավ արվածի ճանապարհ, Սմիրնովը վերցնում է գնդակը եւ այն նետում դեպի Շիմանսկին, հակագրոյի հնարավորություն չկա, Սարգսյանն այստեղ գերազանց գործեց, քիչ առաջ վնասվածք ուներ, բայց կանգնեց, շարունակեց ու այսպես գործեց վտանգավոր հակագրոհ, հետաձգեց ու ընդհատեց մրցակցի կողմից։ Բրավո Ամասյային, շատ լավ տեսք ունեն այսօր։ Իսկապես այն պայքարի հոգեբանությունը, այն կռիվը կա դաշտում, որը մատուցում են, ներկայացնում են մեզ։ Առլին էլ հիմա գնում է հակագրոհի հետևից։ Փոխանցում, բայց ով պետք է այնտեղ ընդունի, ոչ ոք չկա Առլիից եւ սա խնդիր է իհարկե։ Միգուցե օգնել են արդեն։ Բայց հիմա դրա ժամանակը չէ։ Գորյունով փոխանցում, սա էլ շատ ուժեղ էր։ Գորյունով այս խաղում մեկ շատ լավ փոխանցում կատարել է, բայց դա չօգտագործեցին։ Արժեքը պայրը չօգտագործելու։ Զաքարյան չի շտապում։ Ամասիայի դարպասապա, ուժեղ հարված առաջ։ Դեպի ապով գոտի, ամենակարևորը հիմա դա է, Առլին փորձում է, ոչ ինչ սա անկումներ ենք տեսնում, համարձակ արդյունավետ գնդակ ամեն դեպքում արծիվների մոտ է, սպիտակները շարունակում են և կորցրեցին Խաչատրյան, արագ հակագրոհ Ամասիայից, ձախ եզրում է Խաչատրյանը, երկար է պահում գնդակը Խաչատրյանը, Սարգսյան, ինչ լավ անցում այստեղ կազմակերպեց ու ավարտին հասցրեց, Թադևոսյան և Սմիրնովն այստեղ է, ներողություն, վերջին րոպեն, շատ քիչ է մնացել, հեռացնում է Ամասիայի ֆուտբոլիստը, Առլին փորձում է խփել, մեկ գոլ, բայց դա շատ բարդ է ստացվում, դեռ հնարավորություններ չկան, Խաչատրյան, եթե գլուխը բարձրացներ և նկատեր ձախ եզրում Ազատ խաղանկերոջն ապա այլ կերպ ամեն ինչ կընթանար, Խաչատրյանը ձախ եզրում է, եզրից նետում են արծիվները, փոխանցում դեպի Գորյունովը, ձախ եզրում Ավետիսյան Գորյունով, մենապայքարն ենք տեսնում, բայց այս փոխանցումը հաջող չստացվեց, Խաչատրյան, պետք է կախել գնդակը Խաչատրյանն է, երկու Խաչատրյաններն այստեղ պայքարեցին և վերջ հանդիպումն ավարտված է, Ամասյան հաղթում է, շատ լավ խաղ դիտեցինք մենք մեր եթերում։